իր գրառումների կարծում ծանոթ եք, ինչ է տեղի ունենում, համեցեք։ Իր գրառումներին ամբողջ աշխարհն է ծանոթ ու խայտարակ ենք լինում աշխարհով մեկ։ Առաջինը նախ ասեմ, որ Կարապետյանները հայոց պետականության թիկունքը պահող գործարարներ են եղել եւ են, եւ երբեմն անգամ ինձ մոտ այնպիսի տպավորություններ ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում իրենց ձեռնարկությունները ոչ թե բիզնես նպատակների են ծառայում, այլ պետականակերտման նպատակների են ծառայում, աշխատատեղերի ստեղծում, տնտեսության աշխուժացում։ Եվ այն տեսակն է գործարարի, որ ունի պետական մտածողություն, հայրենասիրություն, կա երկու ծայրահեղ, այսպես բևեռ, գործարար աշխարհում, անհակ չարչիություն եւ բարոյապես հասուն պետականակենտրոն, ուրեմն գործարար, ով կարողություն ստեղծելով իր եսի սահմաններից դուրս է գալիս ու փորձում է հնարավորինը անել իր երկրի համար։ Հիմա բնականաբար թուրքի ոտքերի տակ գալարվող այս խունտայի համար նաև Սամվել Կարապետյանը շատ մեծ խոչընդոտ է իր տեսակով եւ օրինաչափ է ինչ որտեղ այս ռեակցիան հիստերիկ պոռթկումներով ուղեկցվող, որովհետեւ երկու տեսակի բախում է, երկու տեսակի կռիվ է, գոյաբանական կռիվ է ըստ էության մեր երկրի ներսում։ Հիմա նախ ես կարծում եմ, որ երկար չի տևի կալանքը, որովհետև վերաքննիչում ավելի շատ են սկզբունքային դատավորները, ենթադրում եմ, որ մեծ հավանականությամբ վճիռը կբեկանվի։ Բայց մի շատ կարևոր հանգամանք, շատ լուրջ պայքարի թափ հավաքող ուրեմն process-ի սկզբի ականատեսն ենք։ Ես ուզում գալ, արդյոք Սամվել Կարապետյանի դեմ ռեպրեսիաները կարող են ստրիգեր լինել անպայման, որովհետև նախ ունի անթերի կենսագրություն, իր կարողությունը ստեղծել է արտերկրում եւ Հայաստանին միայն ու միայն բարիք, օգուտ ու լավություն է արել ու բերել եւ ուղղակի անխոցելի կենսագրություն ունի։ Եվ ամենայն հավանականությամբ ինքը նաև ենթադրելով իր թիմի ուրեմն հայտարարություններից մտնում է պայքարի մեջ իր ռեսուրսով, իր թիմակիցներով, մոտիվացված թիմակիցներով, հաշվի առնելով մեր հանրության շրջանում իր ունեցած շատ մեծ ուրեմն վարկանիշը, իսկապես ընդ որում տարիներ շարունակ միշտ մշտապես իր հանդեպ մարդկանց վերաբերմունքը եղել է դրական իր եղբոր հանդեպ, իր ընտանիքի հանդեպ, իր վարկանիշը հաշվի առնելով մենք տեսնում ենք ներքաղաքական ուրեմն process-ների մի բավական լուրջ ուրեմն ստարտ, եթե պետականակենտրոն ուժերի առաջնորդը չլինի, համենայն դեպս ում որ որոշի միանալ, ում որ որոշի աջակցել իր թափ հավաքող ռեսուրսով ու հեղինակությամբ, ապա այդ ում որ ինքը կորոշի միանալ, կդառնա իհարկե թիվ 1 ուրեմն որոշիչ ուժը Հայաստանում։ Թեպետ իհարկե լավ կլինի, որ իր դեմքով էլ հենց հանդես գա, որովհետև անթերի անարատ կենսագրություն ու անցյալ ունեցող մարդ է։ Եվ այս բռնությունները միայն ու միայն աշխատելու են ի օգուտ իր Սամվել Կարապետյանի հեղինակության աճի, փաստ է սա։ Մենք ունենք պետականակենտրոն ուժեր, ունենք արժանի առաջնորդներ եւ հիմա եւս մեկը, ով ունի շատ մեծ հեղինակություն ու ռեսուրս, ունի առաջնորդի վերածվելու կամ մեկ այլ առաջնորդի թիկունք կանգնելու հնարավորություն, կարծում եմ այդ հնարավորությունից օգտվելու է։ Ավելի հիմար բան անել, քան կալանավորել
Սամվել Կարապետյանին դժվար էր պատկերացնելը անկեղծ։ Եթե անգամ իրենց մորթապաշտական դիրքերից էլի խնդրին մոտենանք, որովհետև սա բերելու է միայն իր հեղինակության աճին, ինչից պետությունը միայն շահելու է, եւ իսկապես ինչ որ հոգեվարքի խրխռոցի պես բան է, նամանավանդ իհարկե երբ վաղն էլ կապիտուլյանտ դավաճանը գնա ու Էրդողանի ոտքերի տակ սկսի գալարվել, Մենք անպայման դրա կգանք, պարոն։ սա էլ իր հերթին իր հեղինակության արդեն գոյություն չունեցող իր վարկանիշին լուրջ հարված է լինելու, այս ֆոնին Կարապետյանի հեղինակության աճը։ Հեծը խլելու օպերացիա, ես կուզեմ, այս ինչ է տեղի ունենում։ Ինչին։ Հեծը խլելու օպերացիա։ Դե տեսեք, ես Սա հայտարարություն է, որ նորից գալու է գրառումներին, դե միջամտի արա, չունանում պահկվել է։ Չէ, դե մենք մարդիկ շատերը կարծում եմ կսթափվեն, թեպետ շատերը սթափվել են, չսթափված մարդ գրեթե չկա, բայց գիտեք, թուլության նշանը իր էության բացահայտման հետ գործ ունենք, դիմակները թողած, ինչպիսին կար, այդպիսին էլ հիմա ներկայանում է իր նկարագրով, եւ թող մարդիկ սթափվեն, տեսնեն ով է վճռում մեր երկրի ճակատագիրը, իսկ ինչ վերաբերում է հեծին, տեսեք, շատ վտանգավոր հրապարակում եղավ Անդրեյ Արեշևի կողմից, ձեր մոտ էլ այդ նյութը վերահրապարակվեց, ես ամեն ինչի հավատում եմ, թուրքական ընկերության վաճառելու հեռանկարը միանգամայն իրատեսական է, Թուրքիայի բիզնեսը երբեք անջատ չի եղել թուրքական պետականության շահերից, տնտեսական էքսպանսիան, որով Հայաստանը զրկվելու է իր ինքնիշխանությունից եւ դառնալու է կախյալ բառի բուն իմաստով, ստրատեգիական օբյեկտ, ընդ որում խոսվում էր ոչ միայն հեծի մասին, այլև այդ նյութում Արեշևի, այլև Զանգեզուրի ուրեմն մետալուրգիական կոմբինատի մասին, եթե այս երկու ստրատեգիական օբյեկտները սրանք որոշում են վաճառել թուրքերին, իսկ Արեշևը պատասխանատու մարդ է, այդ ինֆորմացիան էլ կարծում եմ իրեն ուրեմն մատուցել են պատկան մարմինները իր երկրի, սա ինչ է նշանակում, որ ստրատեգիական օբյեկտը, այս իշխանությունը, օբյեկտները պատրաստ է վաճառել թշնամուն, կախվածության մեջ դնել մեզ, թշնամուց, ինքնիշխանության վերջին նշույլները այդ կերպ վերանալու են, սա բերելու է ոչ միայն տնտեսական էքսպանսիայի, այլև դեմոգրաֆիական էքսպանսիայի, Թուրքիան փաստորեն կառավարելու է երկիրը այս քողարկված կերպով, ստրատեգիական օբյեկտների տեր լինելով պետական մարմինների որոշումների կայացման վրա ազդեցություն է ունենալու, խորհրդարանում իր ներկայությունն է ապահովելու, փողոցային պրոցեսներ գեներացնելու, ռեսուրսներ ստանալու, այսինքն մի խոսքով բոլոր նրանք, ովքեր իդեմս Նիկոլի տեսնում են ինքնիշխանության ջատագովի, չնայած ինտելեկտուալ սնանկ պետք է լինել, որպեսզի իդեմս Նիկոլի ինքնիշխանություն պաշտպանող ընկալել, բայց ամեն դեպքում եթե մարդիկ կան, ովքեր դեռ մոլորվում են այդ առումով, այդ նյութը պետք է որ բոլորին սթափեցնի, որովհետև մարդը բացահայտ Հայաստանը տանում է թշնամի երկրից կախվածության։ Վաղն էլ գնալու է, գալարվելու է ոտքերի տակ Էրդողանի, ինչ որ թղթի կտոր է աղերսելու առաջ խնդրելու, որպեսզի ստորագրվի այդ տեսակետը կա, համամիտեմ այդ տեսակետի հետ, չեմ պատկերացնում, թե այդ թղթի կտորը իրեն ինչ է տալու մեր քաղաքական պայքարում, գուցե ամենա այսպես համեստ ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդիկ այդ թղթի կտորի մանիպուլյացիան թե իբր խաղաղություն է բերում, այդ մանիպուլյացիային տրվեն, բայց այնուամենայնիվ ժողովրդի իստվար հատված զզվել է, սթափվել է, այս վերջին զարգացումներն էլ կարծում եմ էլ ավելի ուժեղ հարված են հասցնելու իր գահավիժող վարկանիշին, կապիտուլյանտի, այնպես որ իշխանափոխությունը տեսանելի հեռանկարում է իմ կարծիքով։ Ամեն դեպքում Ալես Սիմոնյանոսը պատմական այց է։ Պատմական ակվարիումից դուրս եկած մեկը Քաջնազարի բախտով չմեկնաբանենք այդ
կերպարին ավելի լուրջ հարցեր կան, պատմական այց է, որովհետև պատմական դավաճանության, պատմական ուրեմն նվաստացման ակցիա է լինելու, ակտ է լինելու ըստ էության, այո, այդ առումով պատմական է։ Հերթական ազգային նվաստացմանն ենք ականատես լինելու, ուղղակի ես նաև մեր արտերկրի, մեր բարեկամներին հերթական անգամ ուզում եմ կոչ անել տարանջատել կապիտուլյանտին Հայաստանի Հանրապետությունից ու հայ ժողովրդից, որովհետև այս մարդիկ մարգինալացած են, չունեն հանրային վստահություն եւ գործում են սեփական մորթապաշտական շահերից ելնելով եւ իօգուտ Հայաստանի թշնամի երկրների եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն, սա Հայաստանի արտաքին քաղաքականությունը չէ լայն առումով, այլ Հայաստանում իշխանության բերված մարգինալների ուրեմն քաղաքականությունն է, որի վերջը կտրվի իշխանափոխությունից հետո անմիջապես։ Ես կուզեի, Մարիամ ջան, իրանական դեպքերին անդրադառնանք շատ կարճ։ Ուղղակի մի քանի կարճ հարց կա, սրանց հետ կապված ձեր տեսակետը լսենք, որ արդեն Իրան, Իսրայել եւ Հայաստանի սպանացող վտանգներ կհասնեն վստահաբար։ Արմեն Աբազյանի պաշտոնանկաները, այս մասով ինչ ունեք ասելու, արդյոք կապում եք, թե միևնույն է չնայած այս մարդը չի մոռացել իր այն հրամանները, որ ինքը կատարել է։ Կարող էր ավելի շուտ հրաժարականի դիմում ներկայացնել եւ փրկել իր անունն ու հեղինակությունը, բայց գիտեք, ընդհանուր անբարոյականության ֆոնին, եթե մարդու մոտ էլի ինչ-որ բարոյական ապրումներ են առաջանում, էլի կովելի է։ Ամեն դեպքում սա հուշում է մի բանի մասին, որ գործ ունենք բացահայտ ապօրինության հետ, այնպիսի կարմիր սահմաններ է հատել իրեն խելագարի տեղ դնող կապիտուլյանտը, որ անգամ ուժային ստրուկտուրաներում իրեն շատ հավատարիմ ծառայած անձինք ինչ-որ պահից հետո հրաժարվում են հրամաններ կատարել, ամեն դեպքում դրվատելի է, իրեմ կրկնում, կարելի էր շատ ավելի շուտ գնալ այդ քայլին ու երկիրը միայն ու միայն կշահեր, բայց այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, սա նաև խոսում է այն մասին, որ ուժային համակարգում էլ, ուժային ստրուկտուրաներում էլ ինքը այլևս անվերապահ աջակցություն չունի, լուրջ անջրպետ կա ուժայինների եւ իր մեջ, դեռևս ենթարկվում են, հատկապես իրավապահ համակարգի քնչական, այդ սեգմենտում դատական համակարգում ունի իրեն հնազանդ ենթարկվողներ, բայց փաստն այն է, որ կա ընկալում ուժային համակարգում, ուժայինների մոտ, որ կարմիր գծեր են հատվում, ապօրինություններ են տեղի ունենում ու մարդիկ չեն ուզում այդ ապօրինությունների մաս լինել, ամեն դեպքում Աբազյանի քայլը թեկուզ որ ուշացած, բայց դրվատելի պետք է համարել, որովհետև առանց ուժայիններից թափվելու իշխանափոխություն չլինելու։ Սա փաստ է։ Դիտեք, ներքին ընդվզման տարեր միշտ էլ եղել են, բայց սա ուղղակի էքսկլյուզիվ բան է, սա անբարոյականության գագաթնակետն է, ինչ կատարվել է Կարապետյանի հետ, եւ այս պարագայում, այո, անգամ շատ բանի պատրաստ ուժայինները, նաեւ ծառայամտությամբ տարված շատ-շատերը հասկանում են, որ մի սահման կա, որից այն կողմ անցնելը նշանակում է, որ իրենց ապագայի վրա է խաչը քաշվելու։ Ամեն դեպքում, եթե մարդը քայլ է կատարում, որից պետականությունը կարող է շահել, պետք է տեսնել գնահատել, ել եմ կրկնում, առանց ուժային կառույցների սթափվելու այս իշխանությունը չի կարող փոխվել այդ առումով, թեպետ իհարկե Աբազյանը այսպես չի հակադրվել, բայց իր հրաժարականի փաստով, այո, բան չունեմ ասելու եւ ոչ միայն իր այդ առումով, նա Աբազյանի հետ համեմատելու նրա որևէ բաներ չկան, շտրիխներ, նա նռնակներ է նետել նաեւ իմ երեխու ուղղությամբ, շպրտել է նռնակները, մի տարի հետո իրեն են շպրտել, որ նրա բարոյական կերպարի մասին խոսելը անգամ բան է, վիրավորական է մարդկանց համար, չենք էլ համեմատում, Աբազյանը կադրային անվտանգության սպա է, անցել է դպրոց, ամեն դեպքում իրեն չի վարկաբեկել այնքան, որքան այդ ձեր կողմից նշված անձնավորությունը, եւ հետո նրան հանել են, իսկ այստեղ ինքը այնուամենայնիվ սկզբունքայնություն է հանդես բերել։
Սա ելի եմ կրկնում, շատ կարևոր է ինչ առումով հանրությանը մոբիլիզացնելու, սա նշան է այն բանի, որ ուժային ստրուկտուրաներում կա դժգոհություն, ընդվզում եւ իշխանության թուլանալու մի ուրեմն նշան է, թեպետ ձև են ուրեմն անում, թե այսպես կարծես թե ոչ մի բան չի պատահել, բայց փաստն այն է, որ հրամանը չի կատարվել ըստ մամուլի տեղեկությունների եւ սա պետք է գնահատել ամեն դեպքում, Մարիամ ջան, որովհետեւ եթե ուժային ստրուկտուրաների հատկապես պետանվտանգության համակարգում կա նման դիրքորոշում, որ կարմիր գծեր են հատվում, սա ամեն դեպքում դրվատելի է ու ի վերջո սա բերելու է ցանկալի իշխանափոխության։ Եկեղեցու դեմ այս կեղտոտ արշավը, որ իրականացնում է, ես անգամ ամաչում եմ այդ բառերը կրկնել, որը ինքը գրում է, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Դե այս մարդը բարոյական տաբուներ չունի, մեր ժողովուրդը խաբվել է մի սովորական անբարոյականի հասցրել է ինչ-որ բարձունքների, ժողովուրդն էլ պետք է իր սխալը շտկի, բայց ժողովրդին պետք է գրագետ կերպով ղեկավարել եւ այդ առումով մեր պետական գործիչները անելիք ունեն ու նաեւ Կարապետյանի ակտիվությունը, նախաձեռնություն հանդես բերելը շատ կարեւոր է այս առումով։ Իր մուտքը պետականակենտրոն պայքարի շատ մեծ ոգևորության է բերելու, վստահ եմ, որովհետև անթերի հեղինակություն ունեցող մարդ է, պետականությանը թիկունք կանգնած մարդ է, սա մեկ, ինչ ասեմ, դե եկեղեցուն հաղթել հնարավոր չի, եկեղեցին մեր ինքնության մասն է, եկեղեցին մենք ենք, բոլորս ենք, եւ գիտեք, սա հասցրել է այնքան մեծ թվով կառույցների մարդկանց հետ թշնամանալ, որ անգամ ինչ որտեղ մտածում ես գուցե, չգիտեմ, չի հաշվարկում իր քայլերը ինչ որտեղ, բայց չեմ ուզում այդ պատրանքը ստեղծել, թե ունակ չի հաշվարկներ անելու, փաստն այն է, որ այնուամենայնիվ 20 թվականից հետո 5-րդ տարին է մնում է իշխանության, ինչ որ հաշվարկներ կատարել կարողանում է, ուղղակի շատ վստահ է իր տերերի օգնության ուրեմն վրա եւ ուժայինների հետ կապված ինչ որ հեռանկարներ ունի, ինչ որ մի սեգմենտ ուժային բլոկում իրեն պաշտպանում է, բայց ամեն ինչ երբեք հավերժ չի։ Եկեղեցին մենք ենք, մենք բոլորս ենք, մեր ինքնությունն է, մենք ենք եւ հերթական անգամ համոզվում ենք, որ ոչ հայը անբարոյական մեկը իշխանության ղեկին է եւ կործանում է մեր պետականությունը ու ինքնությունը։ Մարդիկ պետք է սթափվեն։ Լավ, անցնենք Իրանին, Մարիամ ջան, չէ, ժամանակը սուղ է։ Չէ, չի կարողանա ձևավորել, դա եթե անգամ ձևավորի, գիտեք ինքը մի քանի անգամ փորձել է քաղաքացիական պատերազմի տանել, սկսած այդ իր քաղաքացու վրեժի այդ զառանցանքից սկսած կփորձի, բայց ովքեր են լինելու, աղանդավորներն են լինելու։ Սա կբերի քաղաքացիական բախումների շատ լուրջ, եկեղեցին ինքը չի գնում այդ ճանապարհով, փորձել է միշտ մեղմել իր առաքելությունը պետականության պահապանի անդորը պահելու առաքելությունը միշտ կատարել է, բայց սա մենք տեսնում ենք, որ տանում է պրովոկացիաների ու բախման, բայց ռեսուրս չունի, դա կբերի առնվազն անկանխատեսելի հետևանքների։ Չեմ կարծում, որ ոստիկանությունը այսպես բացահայտ կմտնի վեհարան, անգամ այդ դեպքում էլ գիտեք ժողովրդի եթե ցավացնում ես ինչ որ մի սահման կա, էլի, որից հետո արդեն մարդիկ ոտքի են կանգնում։ Եկեղեցին ունի հավատարիմ իրեն ուրեմն պաշտպանելու պատրաստ շատ մեծ թվով մարդիկ, ովքեր ամեն անգամ երբ նման բան է լինում, հավաքվում են վեհարանի մոտ եւ կգնա արդյոք բախումների, թե չէ, եթե վստահ լինի, որ կուլ կտա կգնա, բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ չունի ռեսուրս, իսկ եկեղեցու շուրջ համախմբվելու ունակ մարդկանց թիվը շատ մեծ է, այնպես որ կարծում եմ այդ մի հիմարությանը չի գնա զուտ, որովհետև ունակ չի լինելու, չի կարողանալու իր դրված նպատակին հասնել։ Գանք Իրան-Իսրայել եւ այսպես պատերազմը ընթանում է, ես պետք է խնդրեմ դուք սրա մասին ավելի մանրամասն
Դա է, ես կարճ մի քանի կետով թվարկեմ Մարիամ ջան։ Ուրեմն նախ ես ուզում եմ առաջինը կրկին անգամ հիշեցնել Իրանի կարևոր լինելը մեր պետականության համար եւ հստակ, եթե իրանական պետականությունը կործանվեց կամ թուլացավ, սա գոյաբանական խնդիրներ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, անմիջապես թուրք-ադրբեջանական ու բրիտանական տանդեմը հարված է հասցնելու Սյունիքին, այդ Զանգեզուրի միջանցք ասվածը կյանքի է կոչվելու, չմոռանանք, որ Իրանի տարածքով է անցնում մեր սպառազինությունների մատակարարման միակ հուսալի ճանապարհը եւ եթե իրանական պետականությունը ընկնում է, ապա այն լրջագույն խոչընդոտը, որ արկա է Զանգեզուրի միջանցք ասվածի կյանքի կոչման ճանապարհին վերանալու է եւ փակվելու է Հայաստան բերվող մատակարարվող զենքի ճանապարհը։ Այս դեպքում լրջագույն խնդիրներ են առաջանալու նաև մեր դաշնակից Ռուսաստանի համար զուտ Հայաստանին օգնության հասնելու լոգիստիկայի առումով, ել չեմ ասում, որ եղած ռեսուրսով այն վիճակով, որին նիկոլական իշխանությունը բերել է մեր զինված ուժերը եւ նաև իրանական թիկունքի վերանալու պարագայում Սյունիքը դառնալու է հարվածի թիրախ եւ լայն առումով նաև մեր պետականությունն է դառնալու հարվածի թիրախ։ Դա լինելու է մեր վերջի սկիզբը բարի բուն իմաստով։ Հետեւաբար կենսականորեն շահագրգռված պետք է լինենք իրանական պետականության կայունության եւ այս Իրանին պարտադրված պատերազմում իսրայելական ագրեսիայի ուրեմն ֆոնին Իրանի հաղթանակի մեջ։ Երկրորդը, ես ուզում եմ հիշեցնել շատ կարևոր մի բան, տեսեք, ասվածին ի հավելում։ Իրանին հասցվող հարվածներից մի քանի օր առաջ, ուրեմն գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայաթին շատ հետաքրքիր ուրեմն հայտարարություն էր արել, հայտարարությունը հրապարակվել էր թե ուրեմն Իրանի հոգևոր առաջնորդի ուրեմն կայքեջում, թե ուրեմն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքում, այսինքն սա պաշտոնական հայտարարություն է, այստեղ շատ հստակ Վելայաթին նշում է, որ Զանգեզուրի միջանցքի ուրեմն պրոյեկտը տապալել է Իրանը եւ Իրանի ջանքերով է, որ չի բացվել ու ձախողվել է Զանգեզուրի միջանցքի ուրեմն այդ խիստ վտանգավոր պրոյեկտը եւ ինչ է ասում Վելայաթին, ասում է անգամ Բայդենն է խոստովանել, որ ամեն ինչ պատրաստ էր Զանգեզուրի միջանցքը գործարկելու համար եւ միակ կողմը, որ խանգարել է, որի պատճառով չի բացվել Զանգեզուրի միջանցքը, Իրանն է, Իրանի ջանքերն են։ Ինչու եմ սա հիշեցնում, որովհետեւ բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր կարծում են, որ արևմուտքն է կարծես թե, հա, ուրեմն կանխում Ադրբեջանին ու Թուրքիային հարվածելու մեզ, որ իբր արևմտյան ջանքերի շնորհիվ է, որ Զանգեզուրի միջանցքի պրոյեկտը չի կենսագործվում, այդ պատրանքը, որպեսզի մեր հայրենակիցների մոտ ծրվի բարձրաստիճան իրանական պաշտոնյան, հաստատում է այն հանգամանքը, որ ըստ էության Զանգեզուրի միջանցքի պրոյեկտը արևմտյան ծագումնաբանություն ունի եւ ձեռնտու է արևմուտքին եւ չի բացվել, որովհետեւ Իրանը այստեղ չի նշվում, բայց նաեւ ռուսական ջանքերն են կարեւոր եղել նաեւ, որովհետեւ սա հակառուսական ծրագիր է լայն առումով նույն Վիլայեթին իր հայտարարության մեջ այս մասին անդրադառնում է։ Եվ ուրեմն իրանական ջանքերով է, որ ու նաեւ ավելի այսպես քողարկված ռուսական ջանքերով է, որ շնորհիվ է, որ Զանգեզուրի միջանցքը առ այսօր չի բացվել եւ արևմուտքի կոնկրետ ու հստակ շահագրգռվածությունը Զանգեզուրի միջանցքի բացման մեջ հերթական անգամ իրանացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծում են, որում խոսքը ամենայն հավանականությամբ 2022-ի սեպտեմբերյան իրադարձությունների մասին է, երբ Սյունիքում ու Վայոց ձորում թշնամին հարվածներ էր հասցնում, այնպես որ պատրանքների չենք տրվում։ Սյունիքի օկուպացիան Զանգեզուրի միջանցքի այդ գաղափարը արևմտյան ծագումնաբանությամբ հակահայկական, հակաիրանական ու հակառուսական գաղափար է,
գերնպատակը Իրանին մեկուսացնելը, Իրանի հաղորդակցությունը դեպի Սև ծով կտրելը։ Իդեպ նույն ֆունկցիան, ինչ այսօր Սյունիքն է կատարում Իրանի համար, ժամանակին կատարում էր Արցախը, եւ կարծում եմ բնավ արդեն գաղտնիք չէ, որ Արցախի հանրապետության տարածքում իրանական կողմը, երբ Խուդաֆերենի ջրամբարի կառուցման տարիներին նաև լուրջ ճանապարհաշինական պրոյեկտներ էր իրականացնում, որովհետև ազատագրված հայապատկան Արցախը, հայապատկան Սյունիքը Իրանի հյուսիսային դարպասների մոտ Իրանի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է եղել եւ կա եւ իդեմս ազատագրված Արցախի այն ժամանակ հիմա իդեմս հայապատկան Սյունիքի Իրանը տեսնում է իր համար միակ հուսալի ելքը դեպի Եվրոպա, դեպի ուրեմն Սև ծով, իհարկե կա Կասպյան ծովային ուրեմն հաղորդակցության ուղին, բայց այնուամենայնիվ Հայաստանը իբրև երկրորդ եւ ըստ էության հիմնական ճանապարհ Իրանի համար հայկական ճանապարհը, այս Սյունիքով անցնող շատ կարևոր է։ Էլ չասած, որ Սյունիքի անկումը կնշանակի, որ ուղղակի Իրանի հյուսիսում հերթական հակաիրանական պլացդարմն է նախապատրաստվում։ Հիշեցնեմ, որ այս օրերին Ադրբեջանի տարածքից նաև հարվածներ են հասցվել անօթաչուներով հիմնականում Իրանի տարածքին եւ սա ուղեկցվել է իհարկե ադրբեջանական ուրեմն երկդիմիությամբ, առայն թե իբր իրենց տարածքը չեն տրամադրում Իրանի դեմ հարվածների համար, բայց Իրանում ամեն ինչ տեսնում են, հասկանում են, իրականում Ադրբեջանի տարածքից անօթաչուներ հարվածել են Իրանի տարածքին եւ այս ամենը Թեհրանում տեսնում ու վստահ եմ, որ շատ երկար հիշելու են։ Երրորդը ինչին այս համատեքստում ես կուզեի անդրադառնալ, տեսեք, մենք տեսնում ենք, թե ինչ մարտավարություն է կիրառվում Իսրայելի կողմից Իրանում։ Դիվերսիոն հարձակումներ, երկրի ներսում, ինչ ուրեմն Իրանին հարվածելը, ամիսներ, տարիներ առաջ ստեղծվել են դիվերսիոն գործողությունների համար ուրեմն պատրաստված հատուկ մարմիններ, գործակալական ցանց եւ այդ գործակալական ցանցը X պահին ըստ հրամանի ակտիվանում է հարվածները հասցնում ստրատեգիական օբյեկտներին անօթաչուներով, այսինքն այդ բջիջները ահաբեկչական դիվերսիոն ամիսներ առաջ երկրի ներսում, ընդ որում Իրանի նման պետությունում, որտեղ շատ լուրջ հակահետախուզական ռեժիմ կա, Իրանի թշնամիներին հաջողվել է այդ լրտեսական ցանցը եւ ահաբեկչական բջիջները ստեղծել։ Հիմա մեր պատկան մարմինները տեսնելով Իրանում գործադրվող սցենարը, հիմա փառք Աստծո իրանական պետությունը կարողանում է էֆեկտիվ հակազդել առաջի օրերի այդ հարվածներից հետո, օր չկա, որ ուրեմն լրտեսների չձերբակալեն, լրտեսական ցանցը բացահայտվում, ոչնչացվում է։ Ուշացած գուցե, բայց գործ է արվում Իրանում այս առումով։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք պետք է տեսնենք այս սցենարը եւ շատ հստակ մենք մեզ հարց տանք։ Իսկ արդյոք նույնը չի կրկնվի Հայաստանի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական հնարավոր ու շատ հավանական ագրեսիայի պայմաններում, իսկ այդ ագրեսիան անխուսափելիորեն կլինի, եթե իրանական պետությունը թուլանա։ Հետևաբար պատկան մարմինները պետք է աչալուրջ լինեն, հիմիկվանից այս պահից արդեն սկսեն փորձել բացահայտել թուրք-ադրբեջանական, իրենց աջակցող իսրայելական, բրիտանական այդ հնարավոր դիվերսիոն բջիջները մեր երկրում, որովհետև այն սցենարը, որ գործարկվել է Իրանում, մինչ այդ գործարկվեց շաբաթներ առաջ Ռուսաստանում ստրատեգիական ավիացիայի դեմ, իսկ ինչու պետք է այդ նույն սցենարը չկենսագործվի մեր երկրում։ Հետևաբար անելիք կա, պետք է տեսնել ու հասկանալ, որ եթե Իրանի նման երկրում է հաջողվել ստեղծել ահաբեկչական բջիջներ, ինչու չպետք է թուլացած անվտանգային համակարգով Հայաստանում, իսկ Նիկոլի օրոք Հայաստանի անվտանգային համակարգը ուղղակի չի կարող լինել պատշաճ վիճակում, բայց այնուամենայնիվ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում սա պետք է լինի, կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկել։ Օրինակ պաշտպանության նախարարության հարակից տարածքներում արդյոք չկա ինչ-որ մի ավտոտնակ, ինչ-որ մի բեռնատար, որտեղ մոնտաժված են
քողարկված այդ անօթաչուները, որոնք X բայի պետք է հարվածեն։ Օրինակ, Պաշտպանության նախարարության տեղը բոլորը գիտեն, այստեղ գաղտնիք չկա, ստրատեգիական օբյեկտներին հարակից տարածքներ, օրինակ պետք է մեծ ուշադրության կենտրոնում լինեն հիմա։ Այն սցենարը, որ կրկնվեց, որ ուրեմն կենսագործվեց Իրանում, կարող է կրկնվել նաև մեզ մոտ։ Իդեպ, սրա հետ կապված ուզում եմ հիշեցնել 2020-ի փետրվարին, երբ Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիան առաջին անգամ կիրառեց իր բայրակթարները, նիկոլական իշխանությունը այս իրադարձությունը ուրեմն աչքաթող արեց, ուշադրություն չդարձրեց, ըստ իս միտումնավոր, իհարկե գլխավոր շտաբի համապատասխան ծառայությունները չէին կարող չնկատել ամբողջ աշխարհի ուշադրություններ բևեռված այդ օրերին Իդլիբի նահանգի վրա, Սիրիայի, բայց նիկոլական իշխանությունը նշանակություն չտվեց այդ հանգամանքին, հետևություններ չարվեցին եւ այդ պատճառով էլ բայրակթարները Արցախի դեմ ագրեսիայի այդ օրերին ունեցան բավական այսպես զգալի վնասարար ազդեցություններ զինված ուժերի դեմ։ Կարելի էր կանխել առնվազն այդ Իդլիբյան իրադարձություններից հետո հարկավոր էր վերանայել սպառազինությունների ձեռքբերման պլանը, ըստ երրորդ նախագահի 2021-ին ուրեմն Դավիթ Սարգսյանին տրված հայտնի հարցազրույցում իշխանափոխությունից հետո սպառազինությունների պլանը փոփոխվել էր եւ փոխանակ ձեռք բերվեր լիարժեք Տոր M2 համակարգեր, մի խմբականակը Տոր M2-ների մինչ իշխանափոխությունը տեղեր հասել, այն երկու խմբականակը ձեռք չէին բերել։ Եվ առնվազն Իդլիբի իրադարձություններից հետո, որտեղ բայրակթարները խոցում էին սիրիական բանակի ուրեմն տեխնիկան, այդ իրադարձություններից հետո առնվազն պետք էր այդ երկու խմբականակը Տոր M2-ների ձեռք բերել։ Եվ պատկերը Արցախում բոլորովին այլ կլներ, իդեպ Արցախում բայրակթարներ խոցվել են ու նաև խոցվել են այդ մինչ իշխանափոխությունը տեղ հասած Տոր M2 խմբականակի շնորհիվ, նաև արկա այլ միջոցների շնորհիվ, բայց ավելին կարող էր խոցվել։ Եվ եթե այստեղ չկա համակարգային դավաճանության էլեմենտ, ապա ինչպես բացատրել այս հանգամանքը, ինչու է մեզ զուգա այն, որ Իդլիբի իրադարձություններից նիկոլական իշխանությունը ուրեմն հետևություններ չի արել, ինչու է մեզ օրինակը բերում, որովհետև հիմա էլ պետք է հետևություններ անել Իրանի դեմ ուրեմն այդ հարվածներից երկրի ներսից ահաբեկչական դիվերսիոն բջիջների գործողությունների օրինակից ու կանխարգելիչ քայլերի դիմել։ Չորրորդը, տեսեք, Ադրբեջանն ու Թուրքիան հետևողականորեն փորձում են այսպես չեզոքի դեր խաղալ, բայց կրկնում եմ, Թեհրանում ամեն ինչ տեսնում ու հասկանում են, բացահայտորեն Ադրբեջանի տարածքից, այդ թվում նաև օկուպացված Արցախի հանրապետության տարածքից, Նախիջևանի տարածքից անօթաչուներ են արձակվել Իրանի ուղղությամբ եւ պետականակենտրոն իշխանության հաստատման պարագայում մենք Իրանի հաղթանակի դեպքում կունենանք վստահելի հուսալի դաշնակից իդեմս Իրանի եւ մեր պետականությունը ամրապնդելու եւ կորուստները վերադարձնելու առումով լուրջ ռազմադիվանագիտական ուրեմն նախադրյալներ կունենանք իդեմս Թեհրանի, որը տեսնում է իր հանդեպ այսպես շատ վատ քողարկված թուրք-ադրբեջանական թշնամանքը, որովհետեւ եթե երկիրը իր տարածքը տրամադրում է հարևան երկրին հարվածելու համար, սա ըստ էության նաև ագրեսիայի բացահայտ դրսևորում է։ Թեհրանում սա չեն մոռանալու, վստահ եմ։ Թեպետ Բաքուն ու Անկարան փորձում են այս ամենի հետ մեկտեղ չեզոքություն խաղալ, բայց լավ չի ստացվում, Իրանում տեսնում ու գնահատում են։ Կուզեի նաև այստեղ իհարկե վերջում անդրադառնալ առհասարակ Իսրայել-Իրան պատերազմի հեռանկարներին, շատ կարճ։ Տեսեք, տեխնոլոգիապես շատ զարգացած Իսրայելը առ այս պահը չի կարողացել լուծել իր առջև դրված գլխավոր խնդիրը, այն է ոչնչացնել Իրանի միջուկային ուրեմն կայանները, միջուկային ձեռնարկությունները։ Մենք տեսնում ենք իրանական պաշտպանական համակարգի կենսունակությունը, տեխնոլոգիական առաջընթացը, տեսեք, եթե Իրանը ձեռք է բերել տեխնոլոգիաներ կամ ստեղծել է տեխնոլոգիաներ եւ հնարավորություն է ստեղծել արտադրել գերձայնային հրթիռներ, որոնք հեշտությամբ
շրջանցում են, ճեղքում են իսրայելական ուրեմն հակաօդային պաշտպանության համակարգը, կարելի է պատկերացնել, թե Իրանի ընկերները ինչպիսի տեխնոլոգիական նվաճումներ են ունեցել։ Իհարկե, Իրանը ցավոտ հարվածներ է ստացել, նաև ի պատասխան Իսրայելը, եւ փաստը այն է, որ Իսրայելի գործողությունները ցանկալի արդյունքին առ այս պահը դեռ չեն բերել, չեն հանգեցրել։ Փաստը այն է, որ եթե Միացյալ Նահանգները իր ողջ ներուժով չներգրավվի այս ագրեսիայի գործընթացում, ապա Իսրայելին այդպես էլ չի հաջողվելու լուծել իր առջև դրված խնդիրը, փոխարենը Իսրայելը օրըստօրե ավերվում է, իսրայելական կենսական շատ զգայուն օբյեկտներին հարվածներ են հասցվում, եւ եթե անգամ տեսեք Միացյալ Նահանգները ներգրավվել գինը միջուկային օբյեկտների ոչնչացման որն է լինելու, Իսրայելից ինչ է մնալու։ Փաստը այն է, որ իրանական կողմը ունի պատրաստվել է այս սցենարին տարիներ շարունակ, լավ պաշտպանել է իր միջուկային օբյեկտները, կարողացել է ուրեմն շատ լուրջ պաշար կուտակել հրթիռների, ստեղծել ժամանակակից գերձայնային հրթիռներ եւ ըստ էության իր առավելությունը ապահովել նաեւ այդ առումով հեռահար հարվածների ուրեմն դաշտում է իր առավելությունը, իսկ այստեղ ակնհայտ է Իրանի առավելությունը։ Հակաօդային պաշտպանության համակարգը գուցե այսպես առաջի հարվածներից հետո բան եղավ, թուլացավ, բայց հեռահար հարվածների առումով իրանական հարվածները շատ լուրջ են, հետո ակնհայտորեն Չինաստանը արդեն օգնում է նաև Ռուսաստանը դեռևս քողարկված, շարունակելու են օգնել, օգնության ծավալները ավելի են մեծանալու եւ այստեղ շատ մեծ հարց է։ Միացյալ Նահանգներն էլ տնտեսական լուրջ խնդիրներ ունեն, մենք տեսնում ենք Թրամփը չի շտապում հարվածներ հասցնել, որովհետեւ հասկանում է ինչ ծախսերի, ինչ լուրջ ուրեմն ռիսկերի դա կարող է բերել, նաև այնտեղ ներքաղաքական խնդիրներ կան, իր դիրքերն էլ այդքան ամուր չեն Թրամփի թիմի ներսում էլ այստեղ կարծիքները մեկ չեն, այնպես որ դեռ նախ հարց է Միացյալ Նահանգները կհարվածի թե չէ, գուցե սիմվոլիկ մի քանի հարված հասցվի, բայց իրանական կողմը պատրաստ է։ Ու հարցն այն է Իսրայելից այս ամբողջի ընթացքում, այս ամբողջ process-ների արդյունքում ինչ կմնա։ Ես գիտեք, իհարկե հանդուգն նախաձեռնողականությունը շատ կարևոր բան է եւ Իսրայելի հաջողությունները այս տասնամյակներում մեծապես պայմանավորված են եղել հանդուգն նախաձեռնողականությամբ, բայց այս պարագայում Իրանի դեմ սանձազերծած ագրեսիան նմանվում է ավելի շատ օրըստօրե արկածախնդրության, քան ռացիոնալ ուրեմն հանդուգն նախաձեռնողականության։ Իրանը պատրաստ էր այս սցենարին այսօր նոր տիպի հրթիռները փորձարկել, կան հնարավորություններ, որոնք առհասարակ չեն գործարկվել հլը դեռ, օրինակ մասնագետների մոտ հարց է առաջանում ուրեմն գերժամանակակից ավիացիա էր ձեռք բերել Իրանը Ռուսաստանից։ Այդ ավիացիան չի գործադրվել առ այսօր եւ մասնագետները կարծում են, որ ռուսական կործանիչները իրանական կողմը դեռ չի օգտագործում, սպասում է Իրանը ուրեմն ամերիկյան հնարավոր հարվածին եւ այդ հարվածին հակազդելուն։ Մենք տեսնում ենք նաեւ, որ լուրջ հաքերային հարվածներ է հասցնում Իրանը, չմոռանանք օրեր առաջ, թե ինչպես էր իսրայելական հակաօդային պաշտպանության համալիրը ինքն իրեն հարված հասցնում, այսինքն տեխնոլոգիական շատ լուրջ առաջընթաց կա Թեհրանում, Իրանում եւ նաեւ ուրեմն IT ոլորտում, կիբերհարձակումների շատ լուրջ ռեսուրս ունի մեր պոտենցիալ դաշնակից ու բարեկամ Իրանը։ Թերևս այսքանը, ես ելի եմ կրկնում, իրանական պետականության ուրեմն կենսունակությունը մեզ համար շատ կարևոր է, Իրանի անկումը գոյաբանական ըստ էության անհաղթահարելի ռիսկեր է ստեղծելու մեզ համար, եթե նորմալ իշխանություն ունենայինք, իսկ մեր ողբերգությունն այն է, որ այսպիսի ճակատագրական, այսպիսի կարևոր պահի մեր երկիրը ղեկավարում է մի հարբելու ունակ ծաղրածու, ինչպես Ալիևն է իրեն բնորոշել, թրքահաճո մի ուրեմն կապիտուլյանտական ռեժիմ, վաղն էլ հերթական խայտարակության ու ազգային նվաստացմանն ենք ականատես լինելու,
Բայց այնուամենայնիվ կա լավատեսության լուրջ հեռանկար, որովհետև մարդկանց համբերության բաժակը վաղուց լցվել է եւ հույս ունենանք, որ շատ շուտով մենք պետականակենտրոն իշխանություն կունենանք, իսկ մեր բարեկամ Իրանին մաղթենք ուրեմն տոկունություն եւ հաղթանակ, որովհետեւ այլապես, այո, մեր պետականությունը ուղղակի անդառնալի վտանգների սպառնալիքների առջև կկանգնի, անհաղթահարելի սպառնալիքների։